Ձեզ ոնց հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, ես համախմբել բառը կօգտագործեմ, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրան առաջ տեսնում ենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա եք կիրառել։ Տեխնոլոգիա չկա, ճիշտն ասած անվանումը դրա աշխատանքն է։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ աշխատանքի մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ, ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է, Բարդն է, եթե մենք պետք է մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաև ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետև դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը։ Հետևաբար նաև շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ ես եկեք անվանենք դիմադրողականություն։ Հետ ինչ հարաբերությունների մեջ եք։ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր եկեղեցականների հետ։ Նորմալ հարաբերություններ են այնքանով, որքանով որ մենք տարբեր այնտեղ վանքերի ոչ Սյունիքում չուրանացված վանքեր կան։ Ես անձամբ չեմ տեսել, տեսեք, ձևակերպման բանով չգիտեմ, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում կան խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ, մենք Սյունիքի մարզում այդ մասում էլ այդպիսի որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին, որ հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում են փոքր, ապա դա հարթվում է աննկատ։ Նախիջևանում մի հատ ասեք զորավարությունների մասին, վտանգ ռեալ տեսնում եք, ասենք։ Ես անկեղծ որ ասեմ, քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են դա, երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Այո։ Կասյան, քանի որ գրվել են այլ նորաձև գործընկերը հիշեցրեց Սյունիքում автозողեր, շրջանում շատ հաճախ է Սյունիքում գրվել նորաձևը այդ արշավը իրականացնում։ Ինչով է արժանացել Սյունիքը Աննա Հակոբյանի այդ, այսպես ասած, արշավի պատվին, այսինքն Սյունիքում շատ խնդիր կա կրթվել, որ անփատ գալիս է Աննա Հակոբյանը։ Տեսեք, կրթելու մասին չի խոսքը, ես հասկանում եմ նաև ծիծաղը ժպիտը, իրականում դա այդ ֆորմատը չի, որը որ վերնագիրն է հուշում մեկ, եւ երկրորդը հատուկ ինչ որ չեմ կարծում, որ Սյունիքի մարզը ինչ որ հատուկ են գալիս, ուղղակի գիտեք, որ այնտեղ on-line հարթակ կա, որտեղ հերթագրվում են մարդիկ, ընդ որում այդ հարթակում ովքեր են հերթագրվում, մենք տեղեկություններ չենք ունենում սովորաբար, Ունեք դուք էլ կարող եք մեկ անգամ փորձել, տեսեք, որ այդպես է ու երբ որ ես ինչքանով որ ես եմ հասկանում, եթե x թվով մարդիկ որ հավաքվում են, այո։ Իսկ նաև խոսակցություններ կան, օրինակ եթե վարչապետի տիկին այդ ծրագրի շրջանակներում բեմար, այնտեղ մարզպետը դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին հորդորում է մասնակցել, դուք նրան կոչող տնօրեններին դպրոցի ուսուցիչներին դիմել եք, որ հաստատի ակտիվ մասնակցություն ունենան։ Լավ է, որ ես սկզբում ասացիք խոսակցություններ կան, այդ լուրերը հենց այդ խոսակցությունների մակարդակում էլ կմնան եւ չեն կարող երբեք դուրս գալ, որովհետեւ ոչ միայն այս դրվագով, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում չկա մեկ դպրոցի տնօրեն, ով չիմանա կոնկրետ իմ դիրքորոշումը ցանկացած այսպիսի երևույթների նկատմամբ, իրենք պետք է հեռու պահեն իրենց եւ այդ բոլոր process-ներից եւ զբաղվեն միայն ու միայն կրթությամբ երեխաների։ Այո։ Համանազատումը տավուշից հետո հաջորդում է Գեղարքունիքի մարզերը եւ Սյունիքի եւ Սյունիքի սահմանները։ Ճիշտն ասած դատաների հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ եւ եթե ունենայի մեծ սիրով ձեզ կասեի, ես կարծում եմ էլի հասցեատերը ես չեմ կարող հստակ ասել։ Ես եմ շնորհակալ։